Նիկոլայ Ռիցկորսկովը մեծ ռուս կոմպոզիտոր էր։ Չայկովսկու կալիբրը չունի, ժողովրդականությունը չի վայելում, բայց ռուս դասական երաժշտության հիմնասյուներից է։ Եվ նա դասավանդում էր Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, եւ օրերից մի օր նրան մոտենում է մի ավարտական կուրսի ուսանող եւ ասում է, թե մայստրո, որոշել եմ դիպլոմային աշխատանքը սիմֆոնիա գրել։ Սա էլ ասում է, շատ լավ, թող ջան, գրի։ Հետո մայստրո, դե եկեք մի ուղղորդեք, ասեք, ոնց բանես, ոմենքան։ Ռիցկորսկովն ասում է, թող ջան, ասում է, դու սիմֆոնիա գրել չես կարող։ Բա ոնց չեմ կարող, 25 տարեկան եմ, Մոցարտը 6 տարեկանում է գրել, ասում է, թող ջան, Մոցարտը ոչ ոքի չի հարցրել։ Ուղղակի նստե գրել է։ Եթե մի բան հարցնում ես, եթե ուղղության կարիք ունես, ինչ-որ սանկցիաների, դապրոների, ուրեմն դու ունակ չես այդ բանն անելու։ Ինչի համար եմ այս պատմությունը հիշում, ես այս դեպքը պատմեցի մի մոսկովյան ընկերոջ, որը քաղաքական հավակնություններ ունի Հայաստանում, որը շատ առողջ տղա է, շատ ազնիվ։ Ուզում է ինչ-որ քաղաքական պրոյեկտներ իրականացնել Հայաստանում, այ դեպ այս տղեկ շատ կան Մոսկվայում։ Միջին տարիքի բոլորն էլ լավ առողջ ամբիցիաներ ունեն, բայց բոլորը ասում են հետևյալը, թե տեսնենք Կիրիենկոյի շոֆերի տեղակալն ինչ կասի, կամ Կիրիենկոյի տեղակալի շոֆերը, որ հետո մինչև չասեն ոնց անենք, ոնց չանենք, ես կոնենք։ Եվ այս այդ ընկերներից մեկին պատմեցի Ռիցկորսկովի եւ նրա ասպիրանտի պատմությունը, ասացի, որ դու չես կարող Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել, դու չես կարող ոչ մի պրոյեկտ իրականացնել, քանի որ դու չես կարող, որովհետեւ չգիտես, քեզ մեկը ասի, մեկը ուղղորդի, մեկը սովորեցնի։ Հիմա այդ հատկությունը, այդ կամքի տոտալ բացակայությունը, հատկապես քաղաքական կամքի, այդ ոնց ասեմ, ճորտամտությունը, դա մեր ազգային գենոֆոնդի մեջ շատ խոր արմատներ ունի։ Այդ ընկերը, որին ես ասի, որ ինքը վիճակի չի քաղաքականությամբ զբաղվել, ինքը մի քիչ նեղացավ, բայց ինչ ասեմ, ասված իր հետ, ես ճիշտ եմ ասել։ Եվ 1000 մի տեղ ես կարող եմ ապացուցել իմ խոսքերի, ինչպես եւ Ռիցկորսկովի խոսքերի ճշմարտացիությունը։ Հիմա տեսեք Հայաստանում ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում Հայաստանում։ Բոլորը խոսքն դիմության մասին է, բոլորը սպասում են ինչ-որ ազդակների, առանց Գերասիմովի, առանց Պուտինի, առանց Կիրիենկոյի դաբրո կոչվածի ոչ մի բան սկսել չարժի, բա որ սկսենք ու չստացվի, բա որ սենց, բայց տանեմ սկսեք, դուք սկսեք, ձեր հետևից շատերը կգան։ Ֆիդել Կաստրոյի անունը, Խրուշչովի եւ ընդհանրապես սովետական ղեկավարությունը իմացել է մամուլից։ Այն բանից հետո, երբ այդ մարդը իր կյանքի ամենակարևոր գործն արեց, 82 հոգով իր գործը սկսեց Ամերիկային վտարելու process-ը, ինքն է հետո 82, Հերմանից Ամերիկան դուրս դրեց այդ փոքր գործը։ Եվ իհարկե Խրուշչովը նրա հետևից կգնար, որովհետև կան տեսավ այդ մարդու մոտ։ Հետո նոր Ֆիդելը Խրուշչովից սովորեց իր բանասոցիալիզմը, մի 30 տարի առաջ մակում է ասեց, թե մենք ձեր պատճառով կոմունիստ դարձանք, դիմելով ամերիկյան պատվիրակությանը, դուք որ չգնեիք, մենք ինչ գործում ենք Սովետի հետ, մենք ինչ գործում ենք կոմունիզմի հետ։ Ինչևէ, հետո գործը ավելի սերտասան է հարաբերությունները։ Հետո գործը հասավ հրթիռային բազայի ստեղծմանը, Ռաշիդովին ուղարկում են Ուզբեկստանի առաջի քարտուղարին, որպեսզի չվարվեն։ Ինքը Կուբայում ներկայանում էր որպես գյուղատնտեսական հարավային հանրապետության ղեկավար, որ եկել էր փորձի փոխանակման մեկ այլ հարավային երկրի հետ, բայց Ռաշիդովը իրականում բանակցում էր սովետական հրթիռների տեղակայման հարցը Կուբայում եւ պայմանավորություններից հետո Մարշալ Մարոնյանին հանձնարարվեց այդ ամեն ինչը տեղավորել Կուբայում, նա էլ հանճարեղ կատարեց այդ առաքելությունը, այդ անադիր օպերացիան,
մտավ դասագրքերի մեջ։ Ինչևէ, չի կարելի, երբ մարդը քաղաքականության մեջ ասում է առանց ինչ-որ մեկի ես չեմ կարող մի բան անել, ուրեմն հավատացեք, որ ինքը չի կարող, ընդհանրապես ոչ մի բանի ունակ չէ։ Տեսեք, մեր հայերը շատ են դժգոհում Ռուսաստանի նախագահից, թե բան չի, տեր չի լինում մեզ, ինչի է սրան բան անում հանդուրժում, ինչի սրան պրեդացիլ չասեց, այդ խայտառակությունը գոնե մի խոսեք, ամոթ է, տարիքով մարդիկ եք բոլորդ, պատկերացրեք մեկը ունի մի հատ կնիկ, այդ կնիկը փչացած է, և, բայց այդ կնգահերն է բան այն, որ մի պաշտոնյա է, որից ինքը մի քիչ բան վախենում է, և հարևանի վրա մունաթ է գալիս, տեխի դու իմ կնգան բոս չես ասում, ինքը վախում է այդ բանն ասում, բայց հարևանը ասում է դու խի իմ կնգան բոս չես ասում, արա քո կնիկն է, խայտառակությունն է գնա դու արա, դու ինչ գործ ունես հարևանի հետ, կամ հայ ժողովուրդն ինչ գործ ունի Պուտինը սրա մասին ինչ է ասում, պրեդացել է ասում, ինչ չի ասում, հո ձեր պապան չի, հո ձեր բանը չի, ձեր մանկապարտեզի դայակը չի, ձեր վիժվասնա բերել եք հանեք ռադար եք, դուք փորձեք սրան ռադանել, ինքը մի բան կանի, ոսոր Խրուշչովը արեց Քենեդու համար, Քենեդի եմ ասում, Ֆիդելի համար, որովհետև դիմացը տղա տեսավ, կամք տեսավ, դուխ տեսավ, նման մարդու հետևից ով չի գնա։ Պուտինի հրահանգով Եվգենի Պրիգոժին կար, դեռ հիշում են բոլորը, Չևեկա Վագների հիմնադիր ղեկավարը։ Պուտինի հրահանգով 5 հատ ռեժիմ փոխեց Պրիգոժինը Աֆրիկյան սարեխում։ 5 ռեժիմ փոխեց 5 պետությունում։ Ֆրանսիացիներին ռադարեցին։ Մալի, Բուրկինա Ֆասո, Չադ, Նիգեր, մյուսը որն էր, Կենտրոնական Աֆրիկյան այդ հանրապետությունը, բայց ինչու փոխեց։ Մի հատ ինտերնետում կա, մի հատ լսեք, Իբրահիմ Տրաորե, Բուրկինա Ֆասոյի նախագահն է, 35 տարեկան տղա է, տեսեք ոնց է խոսում ինքը, այդ Աֆրիկա-Ռուսաստան ֆորումի ժամանակ 23-24 թվականի Լենինգրադում, ինչ է ասում արևմուտքի մասին, ասում է, որ արևմուտքը պարազիտ է, արևմուտքը ցեղասպան է, արևմուտքից ազատել է պետք, վերջ ենք տալու արևմուտքի դիկտատին, արևմուտքի հենանիցելու ենք, քշելու ենք։ Հայաստանում մեկը այդ նեգր տղայի ասացի մի տոկոսը կարող է ասել, իհարկե ոչ, մի տոկոսը չեն ասում, բա դուք նստել եք ու հետո ուզում եք Պուտինը ձեզ ինչ սատարի, ձեր ինչին սատարի, ձեր բազմավեկտրի ջանու ջանդակին սատարի, են է Պուտինը, որը գիտի, որ հայոց ողբերգության, ինչպես և ուկրաինական, վրացական, մոլդովական, ապագա ղազախական ողբերգության, այդ ամեն ինչի մայր պատճառը բազմավեկտրությունն է։ Այդ նեգրի պես ձեզ պահեք, Իբրահիմ Տրաորե հիշեք, տեսեք ինչեր է ասում այդ տղին, ինչեր է գրում։ Եվ իհարկե նման գործի ով չի սատարի, բոլորը կսատարեն։ Հիմա ստիպված վերհիշենք մեր տխրահարճակ ազգի հերոսուհի գեներալ Օնիկա Գասպարյանին, Օնիկին։ Դրան ես կնիկ եմ համարում, ինքը կնիկ է, ես ինչ ասեմ։ Ուրեմն Արամ Գաբրելյանը ես վերջերս մի քանի բան հրապարակեց, ես շատ կոշտ արձագանքեցի Facebook-ում, եւ անգամ մոտնգերներս ինձ նեղացան, թե Օնիկը սենց, Օնիկը նենց, Օնիկ не такой, Օնիկ не такая, она ждала трамвая, այ քեզ բան, 44 օր Գասպարյան Օնիկուհին կատարել է հանցավոր հրամաններ։ Բացարձակ հավասար պատասխանատվություն է կրում մեր կատաստրոֆայի մեջ Փաշինյան Նիկոլին հավասար։ Նա արձակել է հանցավոր հրաման, սա կատարել է հանցավոր հրաման։ Ոնց կարելի է դրա պեսին հանդուրժել, դրա պեսին մարդու տեղ դնել, դրա պեսին չխայտառակել, չպախարակել։ Երեկ է Գաբրելյանը գրում, Արամ Գաբրելյանն էլ չտեղեկացված մարդկանց ասեմ,
Ռուսաստանի զոր մեդիա մագնատներից է, Իզվեստիայի սեփականատերն է, իր ողջ գույքով ամեն ինչով։ Դոլարային մուլտիմիլիոնատեր է, թե ոչ միլիարդատեր։ Գաբրելյանովին ասում է, Օնիկը, թե пусть Герасимов прикажет, я выведу войска на улицу. То ախշյորի լոգի իշչեց, ոստ пусть Герасимов прикажет։ Այդ որ սրանք իբր ուլտիմատում էին տվել իրանց արևին 40 գեներալով։ Դրանց մեծամասնությունը նստած է հիմա։ Հետո կներեք քակեցին տակները գնացին տուն։ Այն դեպքում երբ Գենշտաբի սպեցնազը վարդյաններ էր հաշվում, թե երբ Գենշտաբի պետը Գասպարյան Օնիշկեն հրամանտա Փաշինյան Նիկոլին մեշոկով տեղափոխել Սովետաշեն, Ասպանոս կամ Գերեզման։ Այս մարդը թողնում տուն է գնում։ Հետո ասում է пусть Герасимов прикажет։ Հայ տղա դու քո գործն արա, տղա չէ, այ աղջի Օնիկ, դու քո գործն արա, դու քո գործը սկսի, Գերասիմովը չէ, ՆԱՏՕ-ի զորքերն է քո հետևից կգան։ Ձեր նման փալասներին ով կսատարի։ Ձեր նման փալասներից ով ճապա կգնա։ Այն էլ ով աշխարհի լրջագույն մարդը։ Ռուսաստանի նախագահը, որը այսօր միանձնյա գրում է համաշխարհային պատմությունը։ Հիմա հուսանք այս ռեժիմի ավարտը ես էլի տեսնում եմ, ինչ-որ չափով տեսնում եմ, եթե Սամվել Կարապետյանը ռիսկ անի, իր հայությունի մեջ կարողանա գոնե մի 10 օրով մերձնել, բոլոր հայերին բնորոշել, ոնց ասեմ, ստրկամտություն ասեմ, ճորտամտություն ասեմ, սկսի ինքնուրույն գործել։ Ընտրությունների խայտարակ կեղծիքներից հետո, եթե ինքը նախաձեռնի, թավշա, ոյլ բռնի, ինչպես ասում է գործող ժողովարդապետը, ժողովրդական հեղափոխություն, հավատացեք, հունիսի 20-ին ուրիշ վարչապետ կունենանք։ Ուրիշ վարչապետ կունենանք։ Ես չգիտեմ Կարապետյանի ռեսուրսները Մոսկվայում կարող եմ ենթադրել, բայց մի բան գիտեմ, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը արդեն իժոգա ունի սրանցից, որը շուտով նրանց տամոքսի խոսի կվերածվի։ Մի այլ ձևի զզվանք են տասում սրանց հանդեպ։ Ժամ առաջ կուզենան սրանց չտեսել, բայց դրա համար հայերը պետք է մի բան անեն, չէ՞։ Էլի եմ հիշեցնում Բուրկինա Ֆասոյի նախագահի անունը Իբրահիմ Տրաորե, բայց լսեք Պուտինի կողքը նստած ինչեր է ասում այդ տղին։ Լսողը կասի ախպեր մենք է գնանք Բուրկինա Ֆասոյի այս տղին սատանենք։ Զարմանալի բաներ են կատարվում այս երկրում։ Եթե ուշադրություն դարձրել եք, թե ժողովարդապետ Փաշինյանի, թե առաջատար ընդդիմադիրների ծրագրերը գրեթե նույնն են։ Բացառությամբ Եվրամիության անդամակցության։ Արտաքին քաղաքական ծրագրերը գրեթե նույնն են։ Բոլորը խաղաղություն են ուզում Ադրբեջանի հետ, բայց այն մեկն ասում է, ես ավելի լավ խաղաղություն կապահովեմ, մյուսն ասում է, ես իմ ձեւով լսես չի լինի, չէ։ Բոլորը թրիփ են սիրում, որը հայ ազգի համար սիֆիլիս կդառնա հերեկանեցի։ Ինչևէ, հուսանք, որ Կարապետյանը որպես բոլորն են ընդունում, որ այսօր ֆավորիտի ինքն է, ընդդիմության առաջատարի ինքն է, եթե ինքը կարողանա դիմել շատ ճիշտ, ռացիոնալ, արդար, պահանջված քայլերի, համոզված եղեք, որ հունիսի 20-ին մենք կունենանք նոր իշխանություն, նոր վարչապետ, ժողովարդապետ չի լինի, կփրկվենք սրանցից, կփորձենք ինչ-որ բան վերականգնել, ինչը հնարավոր է վերականգնել։ Մի բան էլ ասեմ, ես ժամանակին մի 20 քանի տարի առաջ շփվում էի Վլադիսլավ Սուրկով կար, Պուտինի ամենակարևոր այրձեռքներ,
միշտ բոլոր հարցումներով մտում էր Ռուսաստանի ազդեցիկ անձանց երակի մեջ, բացացի ինքն էր որոշում երկրի ներքին քաղաքականությունը։ Հիմա այդ տղեն չունեմ ինչ եղավ դուրս է մնացել պրոցեսներից։ Ես նրան մի անգամ հարցրեցի, թե Վլադիսլավ, շեֆը ոնց է տեսնում մեր ապագան, Արցախի, այս ոնց է, ասում է ախպեր ջան, ասում է, շեֆս առաջ ռուս նացիոնալիստ է, ինչ որ դուք ունեք, չունեք, այս Ադրբեջան, Վրաստանը խառը, դա ինքը համարում է Ռոմանով եղբայրների ժառանգությունը իրեն, դա ինքը համարում է իր անձնական ժառանգությունը ստացած ռուս կայսերներից։ Մեզ որ ասում է դուք հանգիստ եղեք, ստատուս կոն բոլորին ձև է տալիս, 10 տարի պահել եք, 20 տարի եք պահեք, 40 տարի եք պահեք մինչև տեսնենք ինչ կլինի։ Եվ Ալիև Էֆենդին եթե կարծում է Ղարաբաղ ունի, ինչ-որ Փաշինյան Նիկոլի հետ Պուտինին ֆուկ արեցին, Ղարաբաղը տվեցին թուրքերին, շատ սխալվում է, կադաստրի վկայական չունի, ոչ Արցախի, ոչ իր Բաքու քաղաքի։ Մանավանդ որ ես տրիպ կոչվածը դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Թուրան, ասենք ամենաայլանդակ, ամենավտանգավոր հակառուսական պրոյեկտը, նաև հակաիրանական, նաև հակաչինական, դա ուզում եմ հավատալ, ուզում եմ հուսալ, որ դա, և այն հանգամանք են փաստը, որ Ադրբեջանը փաստացի դարձել է բրիտանական մի վեցի բոստան, ինչպես և Միացյալ Նահանգների բոստան, այդ ամեն ինչը Ադրբեջանի լավորի չի հասցնի, և մեզ պետք է իրոք ազգային իշխանություն, ոչ բազմավեկտոր իշխանություն, որը կօգտվի այս աշխարհաքաղաքական հիանալի կոնյունկտուրայից, որը մեր օգտին է ձևավորվում, և շատ հարցեր կլուծի։ Մի բանում էլ եմ համոզված, որ Պուտինի օրակարգում ևս երկու պետության լուծարման հարց կա, Ղազախստանն ու եղբայրական Ադրբեջանը։ Դա ժամանակի հարց է, բանդերականների վերջնական լուծարումից հետո ինքը չի կարող չդիմել այդ քայլերին։ Հիմա մեզ պետք է նորմալ հայկական ազգային իշխանություն, որպեսզի մենք մաքսիմալ դիվիդենտներ քաղենք գալիք պրոցեսներից։ Այսօրվա համար այսքանը։